Այս մի դասին ուզում եմ խոսենք, թե ինչպես կարող ենք խուսափել սխալներից, որովհետև շատ կարևոր է, որ ձեր միտքը միշտ պայծառ լինի։ Ձեր միտքը կարա միայն պայծառ լինի այն ժամանակ, երբ որ դուք սպառված չեք։ Ու սպառված լինելու եք այն ժամանակ, երբ որ հետևյալ խնդիրները անընդհատ կրկնեք։ Օրինակ, overtrading, չափից ավել գործարքներ բացելը շատ վատ է, որովհետև դուք շատ գործարքներ եք բացելու, շատ լարված է լինելու ձեզ մոտ, բարձր տոկոսներ եք հիմնականում վճարելու, որովհետև շատ գործարք բացելը նույնպես տոկոս պետք է վճարեք, որը որ ի վերջո հանգեցնելու է ձեզ մի վիճակի, որը որ ուղղակի սպառված եք լինելու, ոչ մի բանի ցանկություն, հավես ու էներգիա չեք ունենալու։ Դրա համար շատ կարևոր է, որ երբ որ գործարք եք անում, հստակ հասկանաք ինչի համար եք գործարք անում ու երբ պետք է գործարք անեք, ոչ թե ուղղակի կոմպը բացեք ու սկսեք գործարք անել, տեսնել ինչ է։ Դա այդպես չի աշխատում։ Դուք պետք է միշտ հասկանաք երբ եք գործարք անում, ինչի համար։ Ու երբ որ այդ պլանը ունենում եք, ավելի հեշտ է ձեզ համար լինելու։ Երկրորդ տարբերակը կոչվում է revenge trading, որը որ սենց ասած մուռ հանելու trading-ն է, նույն լոգիկան է ոնց որ կազինոն, հա, այսինքն գործարք ես բացում, մինուս գնաց փակեցիր ու քո մոտ մի հատ սենց բացասական էմոցիա է, թե ոնց էս փողը գնաց, սպասի ես հեսա մուրս հանելու մի հատ նորից գործարք եմ բացելու, կրկնակի գործարք եմ բացելու, ավելի մեծ եմ բացելու, որ համ նախորդ մինուսս հետ գա, համ էլ մի հատ էլ պլյուսով լինեմ։ Ինչ է լինում, այդ էմոցիոնալ դաշտի մեջ եւս մի հատ սխալ ես անում։ Երբ որ այդ սխալը անում ես, դուրս է գալիս, որ եւս կորցրեցիր, բայց կրկնակի կորցրեցիր, որը որ նախատեսված չէր։ Ինչ է լինում, ավելի ես ջղայնանում, չէ, սպասի, ես մի հատ սպասի, հայք ստապվի, արի երրորդ անենք, երրորդ էլ ավելի արի մեծով անեմ, որ գոնե լավ պլյուս չլինի, զրոական դուրս գամ շուկայից։ Ու երբ որ այտենց է լինում, կամած ավելի մեծ գործարքներ ես բացում ու շատ ավելի արագ փող ես կորցնում։ Նույն կազինոյի լոգիկան է, հա, դրեցիր փող, չստացվեց, սպասի մի հատ էլ դնեմ, հետո էլ վերջում այնքան գումար ես դրել, որ արդեն չես մտածում փող աշխատելու մասին, մտածում ես այն կորցրածս հետ բերեմ։ Բայց մի շատ կարևոր բան եկեք ձեզ ասեմ։ Չգիտեմ ինչքանով եք տեղյակ, բայց եթե դուք 50% ձեր գումարի կորցնում եք, դուք 100% եկամուտ պետք է ունենաք, 100% անց գործարք պետք է ունենաք, որ այդ 50%-ը զրոյան է։ Ու եթե 60-ա լինում, 70-ա լինում, 80-ա լինում, ավելի բարդ է լինելու վերականգնեք նախնական գումարը։ Դրա համար միշտ խորհուրդ եմ տալիս այդ risk management-ի հետ կապված, որ երբեք մի թողեք երկար գործարքները մինուս գնան, որովհետև ի վերջո ավելի վատ է լինելու։ Risk revenge trading-ը նույնպես ձեզ հասցնելու այդ մակարդակին, խնդրում եմ stop եղեք միշտ։ Լավ, մեկ էլ trade անել առանց որևէ պլանի, հա։ Դուք պլանիրովկա չունեք, չգիտեք ուր եք ուզում հասնեք, ինչ եք ուզում անեք, ուղղակի կոմպս բացեցի, սպասի մի հատ էս, ոչ։ Տենց չի, դուք պետք է, երբ որ trading-ի պլատֆորմ բացում եք, դուք պետք է նախ հասկանաք, okay, այսօրվա իմ target-ը որն է, ինչ եմ ուզում անեմ, ուր եմ ուզում հասնեմ։ Երբ որ դա հասկանում եք, ձեզ համար ավելի պարզ է, որտեղ ասում եք, okay, ինձ պետք է մի հատ գործարք կամ երկու հատ գործարք, որ այս բաները հասնի ու վсё։ Երբ որ դուք արդեն պատկերացնում եք, որ երկու հատ գործարք է ձեզ պետք, դուք սկսում եք փնտրել ոնց անեմ, որ այդ երկու գործարքը լինի կամ նույնիսկ մի հատ գործարք, որ այդ երկուսը փակի։ Շատ տրամաբանորեն կարողանում եք հասկանալ, տեսնել եւ այլն, ու երբ որ գտնում եք այն հնարավորությունը, որ պետք է առնեք կամ վաճառեք, գործարքը բացում եք։ Գործարքը բացում եք ոչ թե ուղղակի sense բացեցի ու վсё, բացում եք հստակ take profit-ով, որտեղ եմ ուզում գործարքս փակվի, երբ որ բացում եմ, նույնպես stop loss ենք դնում, մաքսիմալ կորուստս, որ ես թույլ եմ տալու, որ տեղի ունենա։ Դա շատ կարևոր է ու նույնպես հասկանանք, okay, քանի տոկոս եմ ուզում ես այսօր աշխատեմ։ Ինձ համար ոսկե
թիվը 1%-ն է օրական, այսինքն 1% ես օրական աշխատեմ, ինձ էլ բան պետք չի։ Եթե հանկարծ պայտակ 2% աշխատեմ, շատ ավելի լավ, 3% պայտակ կարող է, ասենք, գործարքն այնց լինի, trailing stop-ով ինքը բարձրանա 3%-ով։ Ես միայն դա որպես բոնուս եմ ընդունելու ու հենց որ հասավ այդ մակարդակին, ես ձեզ խնդրում եմ, այսենց կոմպը փակում եք, գնում եք հանգստանալու, որովհետև այդ նույն այդ բանը որ չէ, սպասի միատել, գալիս է overtrading-ի։ Ու այդ overtrading-ը ձեզ ստիպելու է, որ այն գործարքները, որ դրական է եղել, սխալ որոշումներ կայացնեք իրար վրա ու այս ինչը որ դուք արդեն ստացել եք, էլի կորցնեք։ Այսինքն փորձեք ռացիոնալ լինեք, փորձեք տրամաբանեք, սա է ինձ պետք, всё, էլ ինձ բան պետք չի։ Փակեք, գնացեք ուրիշ գործ արեք։ Մի շարունակեք գործարք անել, որտեղ հոգեբանորեն դա շատ ճնշող է ու ի վերջո ինչի համար է, եթե ձեր daily target-ը ունեք, ձեր պլանիրովկեն կա 1% օրական, 3 օր եղել շատ ավելի լավ։ Խնդրում եմ ուշադիր եղեք, որովհետև շատ լուրջ տրեյդերներ նույնպես այս խնդրին առնչվում են, ես ինքս մեկ-մեկ շատ եմ overtrading անում, կարող գործարքի մեջ մտնեմ stop loss-ս մոռանամ կամ ասեմ լավ, սպասի տեսնեմ ինչա, ու 2 օր գիշերը չքնեմ։ Ու այդ 2 օրը հարամվի, որովհետև ոչ ուրիշ գործարքներ եմ կարողանում բացեմ։ Մենակ դրանց սպասում եմ տեսնեմ էսի ոնց է, որպեսզի այն մնացած գործարքներն էլ անեմ։ Ես հատուկ ստրատեգիաներ ունեմ, որ 0-ական նույնիսկ պլյուսով է դուրս գալիս, բայց պետքա սպասեմ շուկան այդ սիգնալները, այդ ազդակները տա, որ հասա այս կետին, այս գործողություն անեմ։ Համենայն դեպս իմացեք, որ սա շատ լուրջ խնդիր է ձեզ համար լինելու, եթե այս ձևով անեք։ Փորձեք խուսափեք, կհանդիպենք հաջորդին։ Մերսի։